Ողջույն, դուք դիտում եք Հայը հաղորդումը։ Ես Անին եմ Զաքարյան, ձեր խոնարհ ծառան։ Համացանցում հայտնի հայուհի անունով, որը նշանակում է մի հայուհի։ Մինչ այսօրվա իմ հյուրին ներկայացնելը ձեզ պիտի կոչանեմ եւ հորդորեմ, որպեսզի բաժանորդագրվեք YouTube-յան մեր ալիքին, սեղմ մեկ զանգի կոճակը, որպեսզի բաց չթողնեք մեր հաջորդ թողարկումները, ինչպես նաեւ մեկնաբանություններ, ջեր մեկնաբանություններ թողնեք եւ կիսվեք ու տարածեք մեր հարցազրույցները։ Այդպիսով մեզ շատ օգնած կլինեք։ Նաեւ պետք է զգուշացնեմ, որ կարող եք աջակցել մեր հաղորդումներին, մեր ալիքին, Boosty-ում եւ Patreon-ում, շատ չնչին գումարով դառնալով մեր աջակիցը, մեր մեկենասը, մեր հովանավորը։ Հղումները կարող եք գտնել նկարագրություններում, կարծում եմ նաեւ մեկնաբանություններում։ Այժմ անդրադառնանք իմ հյուրին, քանի որ մեկ ամսյակ էր Գրիգոր, մենք մեր հաղորդման շրջանակում շարունակաբար ներկայացնում ենք կանանց, մայրերին, բայց այսօր որոշել ենք խոսել հայրիկների մասին։ Առաջին պապաբլոգի հեղինակ Գրիգորը։ Ողջույն Գրիգոր։ Ողջույն Անջան։ Իմ նախկին գործընկեր, շատ կարոտած։ Վաղուց չենք հանդիպել, 5 տարի կլինի։ Հա, հաստատ։ Լավ եք։ Լավ եմ, ուրախ եմ հանդիպման համար, ոչ թե որտեվ հարցազրույց պիտի տամ, որտեվ կոմֆորտ զոնան չի ամեն դեպքում հարցազրույց տալը, բայց որ հանդիպումը շատ կարևոր է։ Հաճելի է շատ։ Ինչպես ներկայացնեմ քեզ։ Միջև վերջերս ես տենց շատ հպարտ բոլոր տեղերում ներկայանում եմ որպես լրագրող, բայց երբ որ սկսեցի բլոգինգով զբաղվել, առանց շատ լուրջ ներդրումների նկատի ունեմ աշխատանքային ռեսուրսների իմաստով, հիմա շատ ավելի շատերը ճանաչում են որպես բլոգեր, քան լրագրող, այդ մի քիչ տխրացնում է, բայց միևնույն ժամանակ, չգիտեմ, փաստորեն։ Բայց դու հրաշալի լրագրող ես։ Ես ուզում եմ դուի անցնել, որովհետև մենք վաղուց ճանաչում ենք իրար ու ձևանելու կարիք չկա այս բaragայում։ Մի խոսքով լրագրող հարցազրույց ենք։ Այո, հենց այդպես էլ անելու ենք, զրուցելու ենք, մի խոսքով լրագրող եւ առաջին պապաբլոգի հեղինակ Գրիգորը։ Գրիգոր, արի նախոսենք այն մասին, թե ինչպես սկսվեց առաջին պապաբլոգի գաղափարը, միտքը որն էր, նպատակը որն էր, ինչու սկսեցիր դա անել։ Ես միշտ Instagram-ը որպես տենց շատ անլուրջ հարթակ էի ընկալում ու երբեք առանձնապես չեմ էլ խորացել, որտեվ ինչ պիտի անի լրագրողը, պիտի հատկապես հեռուստալրագրողը իր օրվա լուրերը պատրաստի, թողնի իր կյանքով ապրի, գնա տուն ու եկավ արդեն երեխայի ծնունդը, երբ որ կինոս առաջարկեց տենց օրագրություն վարել, անում են չէ մայրիկները հատկապես ավելի sense ոգևորված նկարներ տպել, փակցնել, ինչ որ երկտողեր գրել, բայց դե հեռուստալրագրողի համար այդ ոնց որ շատ թերթի ժանրում աշխատանք լինել ու տենց կամած որոշեցի իմ համար բլոգային ֆորմատ անել զուտ իմ համար, Instagram-ում վիդեոներ անել, դնել, հետո հիշելու համար։ Կամած երբ որ սկսեցի թերթել, նկատեցի մամա բլոգերներ շատ կան, հետաքրքրեց արդյոք պապա բլոգերներ էլ կան թե չէ, ու շատ զարմացա, որ Հայաստանում տենց ֆորմատ չկա։ Դե ասեցի, նա, ուրեմն պետքա սկսել, հատկապես երբ որ տենց մի քիչ կոմենտները հետադարձ կապ եղավ, հասկացա, որ գուցե կարիքը կա, ու տենց սկսեցինք։ Ինչքան ժամանակ է որ ընթացքի մեջ է։ Երևի մի 3 տարի բավականին ժամանակ է։ Երևի 3 տարի մոտավորապես, դա այն շրջանն էր նաև զուգադիպեց պատերազմից հետո, երբ որ Facebook-ում մթնոլորտը շատ sense վատ էր, տենց փախուստի տեղել էր պետք ու տենց Instagram-ը թերթելը բավական տենց թեթև զբաղմունք էր թվում, ու այդ թեթև զբաղմունքը դարավ համել, այսպես ասած, երկրորդ գործն ու երկրորդը որն է պապայությունն է գործ մեծ հաշվով, երրորդ, չորրորդ մոտավորապես։ Մենք հենց պապայությանը դեռ կանդրադառնանք, բայց ինչպիսին է հայրիկի դերը այս պահին հայկական ընտանիքներում։ Այն հենց բարդ հարց է տալիս, որտեղ ինձ թվում էր, թե բոլորը որն է, ամեն մարդ ինքն է ընտրում, թե ինչպիսին է լինում, բայց ինձ թվում է շատերն են այդպիսին ընտրում, մաքսիմում ներգրավված, երեխու հետ տենց շատ խաղալով, բայց հետո երբ որ Instagram-ում սկսեցի այդ հրապարակումներն անել, պարզվեց, որ ոչ այդքան բոլորն են տենց անում, դրա համար տենց միանշանակ ասել, թե այսենց հայրիկի կերպարը մի քիչ բարդ կլինի, իմ համար այդքան էլ կարևոր չի հայ հայրիկա, կամ չգիտեմ իսպանացի հայրիկա, կամ ռուս հայրիկա,
Իմ համար կարևորը որ երեխու հետ մաքսիմում ժամանակ անցկացնի, համենայն դեպս այդպեսին եմ ուզում որ լինեն մարդիկ։ Գրիգ, բայց աշխատանքի բերումով այսօր մարդիկ այնքան զբաղված են, նույնիսկ մեկի փոխարեն 2-3 աշխատանք են կատարում եւ 24/7 ռեժիմն էլ անգամ չի հերիքում, հա, աշխատելու եւ գումար վաստակելու եւ հենց նույն երեխային պահելու համար։ Ինչպես պետք է անել, որպեսզի ամեն ինչ համատեղել կամ դասավորել այնպես, որ նաեւ քո նշած տարբերակով երեխային շատ ժամանակ տրամադրել։ Օրինակ, ինչպես է սա։ Որտեվ ես այդ ընկալում եմ որպես տենց աշխատանք։ Եթե ելակետային է, եթե տենց ընկալում ես որպես աշխատանք, որը շատ ավելի կարևոր գուցե է, քան եկամտի հարցը լուծելը, որովհետև եկամտի հարցը, եթե այսօրվա ինչ-որ հարցեր է լուծում, երեխու հետ ավելի շատ ժամանակ անցկացնելը վստահ եմ հետոյի համար շատ լավ հիմք է տալիս։ Հենց երեխայի համար։ Որտեվ հետո եթե տենց նայում ես անընդհատ վազել աշխատանքի հետևից, անընդհատ բոլորս ենք այդպես անում ու մեկ ես էլ չեմ կարողանում դիմանամ, երբ որ գնում եմ տուն հոգնած, մի քանի տարբեր տեղեր նկարումներից հետո տարբեր մարդկանց հետ ճփումներից հետո գնում եմ տուն, մի հատ էլ պետքա տենց փորձեմ տրամադրվեմ երեխու հետ իր լեզվով, չգիտեմ, իր էմոցիաներին համապատասխան վիճակի մեջ մտնեմ, շատ դժվար է այդ թեմա չի քննարկելու համար ու ոչ ոք էլ չի ասել որ պիտի հեշտ լինի։ Կարևորը մաքսիմումը անելն է, այդ մեզնից շատ հաճախ լիքը ռեսուրսներ է խլում, որտեվ հա շատ ծանր է, պապա, ընդհանրապես ծնող լինելը հեշտ բան չի, հատկապես այս դարում, երբ որ անընդհատ մտածում ես իր անվտանգության մասին, որտեվ մենք ոնց ենք մեծացել, մենք մեծացել ենք փողոցում, չգիտեմ, շատ հաճախ մեզանից տենց առավոտն են տեղյակ եղել, երբ մի հատ հաց են տվել կերել ենք ու հետո տենց մեկ էլ իրիկունը, երբ որ կանչել են, ասել են հերիքա խաղակ, եկեք քնելու։ Ցավոք սրտի այսօր ապրում ենք նենց աշխարհում ու նենց երկրում ու նենց բարքեր կարա լինի ու նենց մարդիկ կարան հանդիպեն, որ չես կարա պարզապես այդ մեխանիզմով շարունակես, էլի չես իմանա թե վտանգը որտեղից կարա գա ու ստիպված ես նաև տենց մի քիչ ուզում եմ ասել կոնտրոլ, հետո հիշեցի հայում մերի հետը վերահսկել։ Լավ, ես բառարանին էի ուզում անդրադառնալ, բայց դա թողնենք վերջում թեմայից չշեղվելու համար։ Դուք դաստիարակում եք ձեր ձագուկին, թե այդուհանդերձ պարզապես օրինակ եք փորձում ծառայել ձեր լինելով, ձեր տեսակով, ձեր գործունեությամբ։ Դաստիարակել չեմ հասկանում, թե այս պարագայում ոնց կարելի է տարանջատել, որտեղ դաստիարակությունը մեծ ասենց մասսա է, որի մեջ նաև քո սեփական օրինակը ցույց տալն է, ուղղորդելն է։ Ես ավելի շատ տենց փորձում եմ ուղղորդեմ ու այնպիսի իրավիճակներ ստեղծեմ, որ թեկուզ 5 տարեկան է իմ տղան, բայց ինքը իր մտածելով կամ չգիտեմ, իմ հետ զրույցներից ելնելով իր համար հետևություններ անի։ Օրինակ, եթե ինքը պիտի աղբը պատահաբար նույնիսկ չգիտակցելով գետնին գցի, ասենք այդ բավարար է թեմա դարձնելու, իր այդ խոսալու, տարբեր ինչ-որ բաներ քննարկելու, որից հետո ինքը կհասկանա, ինքը կգա այդ մտքին, որ չէ, այդ աղբը պետքա գետնին չգցել։ Կամ չգիտեմ, բակում ինչ-որ մի երեխայի հետ մի հատ խաղալիք չեն կիսում, ես երբեք չեմ ասի իրան գիտես ինչ կա, այդ խաղալիքը իրանն է անմիջապես վերադարձրու։ Զուտ քննարկում է էլի լինում, ինչքան էլ որ կարող է շատ-շատերի համար այսպես մի քիչ բան թվա, թե ոնց 5 տարեկանի հետ ինչ քննարկել, բայց մեկը հնարավոր է պետքա բացատրել հետը խոսալով, ոչ թե ստիպելով, որտեղ եթե ստիպես, միևնույնն է այդ ամեն ինչը կուտակվելու է ինչ-որ միտեղից էլ դուրս է գալու։ Ընդ որում ուղղված հենց ծնողին, չէ՞, այդ բացասականը։ Այդ ամենավախենալուն է։ Հա, հաստատ։ Դու օրինակ բերեցիր, որ ստիպելով երեխային չես կարող որևէ բան պարտադրել, բայց տես խորհրդային միության դաստիարակությանը անդրադառնանք հիմա, այսինքն այն դաստիարակությունը, որը մեր ծնողներն են թերևս մեզ տվել, մենք մի սերնդի ներկայացուցիչ ենք, այնտեղ շատ էր այդ ստիպողաբարը, քո ասած 5 տարեկանի հետ երբևէ չէին նստի որևէ հարց քննարկելու, դու այս դաստիարակությանն ինչպես ես վերաբերվում, քեզ համար տարբերությունները որոնք են, արդյոք այնտեղ ամբողջությամբ սխալ էր եւ արդյոք այնինչ հիմա մենք ենք փորձում անել առանց երեխային ճնշելու, իր հետ քննարկման մեջ մտնելով շտկել սխալները, տարբերությունները որոնք են ըստ քեզ, արդյոք երկուսն էլ դրական կողմեր չունեն եւ բացասական կողմերը որոնք են նաեւ։ Չէ, միանշանակ է, այսպես յուրաքանչյուր շրջանի դաստիարակություն կարծում եմ հենց այդ ժամանակի թելադրանքով է նաեւ լինում, որովհետեւ եթե մեր
ծնողները մեզ դասյարակել են, չեմ երբևէ հնարավոր չի ասել, որ դա առավելագույնս սխալ էր։ Կա իրավիճակ, կա ինֆորմացիա, որովհետև նաև դաստիարակությունը ուղիղ համեմատական է իմ համար ունեցած տեղեկատվության հետ։ Եթե այն ժամանակ միայն այդպիսին էր դաստիարակությունը, ապա ինչ կարելի էր անել այդ դեպքում։ Հիմա արդեն մոտեցումները մի քիչ փոխվում են, էլի միանշանակ ասել, որ դա ճիշտ մոտեցում է, անընդհատ, չգիտեմ, այսպես փաղաքշել երեխային, ոչ մի բան չանել, չսաստել, չի ստացվի, դա էլ է մարդկային, որտեղ այսօրվա հարաբերություններում էլ այսօր քննարկում ենք, տենց մեկը մի կին գրել էր, որ պատմություններ, այսպես քննարկում էինք, հետո տենց արձագանք եկավ, որ ես տենց գոռում էի ու հիմա ինձ շատ վատ եմ զգում, որտեղ ինքը դրա մասին ասել է ինձ, ու տենց հասկանում ես, որ երբ որ դու դառնում ես ծնող, չես դառնում սուրբ, ինչքան էլ մեր հանրության մեջ տենց ասում են, իմ մաման իմ համար սրբություն է, իմ պապան իմ համար սրբություն է, երբ որ դու այդ մարդուն ասում ես սուրբ, իրան ահավոր կաշկանդում ես, ինչ որ սխալվելու, տեղ չես թողում, որ ինքը դա անի։ Ու դրա տակ շատ շատերս պարզապես չենք կարա շատ ձգենք, այսպես ասած։ Այսինքն չգիտեմ, երեխու վրա գոռալն էլ է երբեմն իմ համար ընկալելի ու նորմալ, որովհետև մենք բոլորս մարդ ենք, ի վերջո, հատկապես երեխեքի ծնվելուց հետո, երբ որ նոր են ծնվել, նոր է ավելացել, նոր է համալրում է եղել, դու քո մի բնական միջավայրից, քո առօրյայի սովորություններից կտրուկ անցում է լինում մի հատ ուրիշ շրջան, որը էլի անհնար է այսպես միշտ հավասարակշիռ կամ լինել այնպիսի ծնող, ինչպիսին դու ուզում ես։ Ամփոփեմ, նկատի ունեմ յուրաքանչյուր ժամանակաշրջան իր այսպես առաջնահերթություններն ունի։ Խորհրդային տարիներին են երեխաներին դաստիարակելու մենք ունեցել ենք հրաշալի մարդիկ, տենց որոնք հայի պատիվը բավական բարձր են պահել տարբեր ամբիոններից, գիտություն, սպորտ, հիմա էլ կան այդպիսինները։ Յուրաքանչյուր ժամանակաշրջան իր այսպես առաջնահերթություններն ունի։ Ու մարդիկ էլ են իրենց առաջնահերթությունները ընտրում, էլի։ Վստահ եմ նույն խորհրդային տարիներին եղել են նաև այնպիսի ծնողներ, ովքեր այս նոր ժամանակների մեթոդներով են իրենց երեխաներին մեծացրել։ Երևի առաջին քայլերն են եղել դրանք այսօրվա դաստիարակության մասին, իսկ եթե դու ունենայիր աղջիկ, նույն կերպ է իր վերաբերվելու իրեն, թե այնուամենայնիվ կարծում ես, որ տարբերություն կա տղա եւ աղջիկ երեխաների միջև եւ նաեւ դաստիարակության ու վերաբերմունքի։ Չգիտեմ, անկեղծ չգիտեմ, թե ինչ կանեի, որովհետեւ ինձ թվում էր, թե ես տենց ահավոր պատրաստ եմ ծնող լինելուն։ Բայց երբ որ դառնում ես ծնող, ինչ որ բաներ դու նախապես ունես գիտելիք, ինֆորմացիա, բայց երբ որ դու արդեն ես, այդ իրավիճակը միանգամայն տարբեր է քո ունեցած ինֆորմացիայով։ Այսինքն չգիտեմ, երբ որ չես դեռ չունես երեխա ու տենց քո համար ինչ որ բաներ ես սահմանում, որ սենց պետք է անել, նենց պետք է անել, նենց, հետո երբ որ գալիս է պրակտիկայի ժամանակը, ամեն ինչը փոխվում է։ Նկատի ունեմ, եթե ասեմ հիմա, այ աղջիկաս այսպես, նույն կերպ կդաստիարակեմ, որտեղ կարծում եմ, որ սա է ճիշտը, մի քիչ այդքանն էլ ճիշտ ասած չեմ լինի, բա որ աղջիկը ծնվի ու լրիվ նորություն բերի քո կյանքում, ինչ կարող ես ասել։ Ու ընդհանրապես ծնողաբարությունն էլ իմ կարծիքով յուրաքանչյուրի անհատական մոտեցման մասին է, որովհետև նույն մոտեցումը մեկին չի կարող ճիշտ լինել նաև մյուսի նկատմամբ այդ մոտեցումը։ Հիմա լինում են չէ դեպքեր, ասում են հատկապես Instagram-յան հարթակներում շատերս հակված ենք միայն լավ կողմերը ներկայացնել, բան անել, տենց շատերին թվում է թե այդ լավ կողմերով կամ չգիտեմ, այդ դու որ տենց ես անում, ես իմ երեխային էլ տենց անեմ, ինչ որ արդյունքի կհասնեմ։ Իրականում այդ տենց շատ չափազանցված է, որտեղ նույնիսկ երեխաները անհատականություն են ու տենց անհատական մոտեցում պահանջող։ Իսկ որն է ամենակարևոր դասը, որ դու սովորեցրել կամ շարունակաբար սովորեցնում ես քո ձագուկին։ Այ փորձում եմ շատ ազնիվ լինել ցանկացած, փորձում եմ սովորեցնել, որ լինի ազնիվ։ Այդ շատ բարդ է տրվում, հաշվի առնելով տենց էլի ժամանակի շատ խնդիրները, որովհետև մի բան է, երբ որ իրան անընդհատ փորձում ես տանը դրա մասին խոսալ, բացատրել, բայց ինքը միևնույն է այլ շրջապատերում է լինում, տեսնում է մյուս կողմը ասպեկտը ու այդ իմաստով միանշանակ ասել, որ հա ես տենց հիմա փորձում եմ ու վստահաբար հաջողելու եմ, մի քիչ բարդ կլինի, բայց
մեծագույն ցանկությունը սա, այո, ազնվությունն է, էլի, այն որ, չգիտեմ, փողոցում խաղա դաղալություն չանի, էլի, ասենք այդ իր խաղընկերն է սկսածը տեղից, էլի, մնացած զուտ մարդկային հարաբերություններով ու լայն շրջանակով ազնվությունը։ Բայց պետք չէ երբեմն այդ դաղալությունը։ Չգիտեմ, ես որ այդ փորձում եմ այդպեսին չլինեմ, կարծում եմ, որ պետք չի, չէ, պետք չի։ Ավելի լավ է ազնիվ լինես ու քո ասած ասես, ազնիվ վերջացնես, քան թե տենց փորձես մի հատ կոծկել, մի բան սղացնել, մի բան ավելացնել, հետո դրա տակից դուրս գալ։ Իմ համար ազնիվ ապրելը ավելի հեշտ է։ Իսկ ինչ է ինքը քեզ սովորեցնում։ Կամ սովորեցնում է պապա լինել, որովհետև իր հետ եմ ես սովորում այդ ամեն ինչը։ Անհավանական ինչ որ տարբեր իրավիճակներ ա իմ համար ստեղծում, որը բերում է ինչ որ արդյունքի, որը տենց քիչ թե շատ երևում է նաև Instagram-ում։ Իսկ հայրենիքի մասին զրուցում եք դուք հիմա արդեն։ Հաճախ, այո, հիմա չէ, բավական վաղուց ենք սկսել ընդհանրապես զրուցել եւ չգիտեմ որտեղից ինքը ահավոր մեծ սեր ունի գրքերի, քարտեզների հետ ու երբ որ տենց թերթում ենք հանդիպում ենք ինչ որ իրան հետաքրքրական բաների անպայման դրա մասին խոսում ենք իր չգիտեմ ոնց հա ստացվել որ Հայաստանի եռագույնը իր համար ամենան է մենք տանը երբեք դրա գոնե այն ժամանակ երբ որ ինքը սկսեց դրանով հետաքրքրվել վստահաբար ինքը ոչ մանկապարտեզ էր գնում ոչ դպրոց էր գնում կամ այտենց մեծ շրջապատ չուներ որտեղ կարող էին ասենք ուսուցիչները ուղղորդել ինչ որ բաներ ասել որոնց հետ կարող էինք մենք համաձայն լինել կամ համաձայն չլինել այդ այլ հարց է բայց այտենց չգիտեմ որտեղից ինքը օրինակ եռագույնը իր համար շատ sense կարևոր բան է որը տարբեր ասենք իր սենյակում եռագույն ունի որը այտենց լավ պաշտպանում է ասենք նույն դրոշի թեմայով խոսելով արդեն այտենց պատկերացում ունենում է ու այտենց քարտեզն է շատ հետաքրքիր Հայաստանի թե աշխարհի ու աշխարհի քարտեզն է որտեղ փոքրիկ Հայաստանն է երևում ու երբ որ գնում ենք ասենք ինչ որ միտեղ ճանապարհորդության ասում բայց Հայաստանը լավ էլ մեծ է ինչի՞ է քարտեզի վրա փոքր ու շատ այդ հարցին չեմ կարողանում պատասխանել ասում եմ Դե հիմա չէ Դե հիմա ոնց է դա է մեզ բաժին հասել Հա կա իրականում այդպիսի բան բայց այս սուր փողը պահելը պետք բարեսամնալային իմաստով չափսերը կապ չունի Ինչպես եք ծանոթացնում իրեն հայրենիքին տանում եք թե պատմում եք թե իր հարցերի շուրջ եք սկսում զրուցել ինչպես է ինքը ծանոթանում հայրենիքին այդպես շոշափելիորեն Հիմնականում տենց ճանապարհորդություններով մեր բախտը բերել է մենք ապրում ենք Երևանում իմ ծնողներն ապրում են Արարատում կնոջս ծնողներն ապրում են Մարտունիում ու շատ հաճախ sense աշխարհագրական տարբեր ուղություններով գնալու առիթներ լինում են ճանապարհին տարբեր կանգառներ անում ենք ու այս միջոցով գոնե թե հնարավորությունը այս տարիքում լինում է տեսնելու ծանոթանալու պատմամշակութային վայրերում լինելու մարդկանց հետ շփվելու տեսնելու ի վերջո ծառերը, ձորերը, որը համարի մաքսիմում իրենը։ Տենց ծրագրերում կան բլոգի զարգացման հետ մեկտեղ նաև միասին ճանապարհորդելու ու հայրենաճանաչության այսպես հավես փորձառություն ունենալու գործի բերումով այնպես է ստացվել որ ես Հայաստանի գրեթե բոլոր տեղերը եղել եմ այդպես տենց նույնիսկ գյուղերի մասշտաբով շատ կուզեմ որ ինքն էլ այդքան շատ իմանա Հայաստանի մասին Հայաստանը ճանաչելը օգնում է սիրել այն ավելի եւ ավելի ազնվորեն վերաբերվել նրան իբրև հայրենիք Դե անհնար է սիրել ոչ նյութական ինչ որ մի բանի, այսինքն չգիտեմ, կսկսես ինչ որ պաշտել, ասենց ինչ որ լավ մտքեր ունենալ այդ մասին, բայց կիրառական իմաստով ոչ մի բան չես անի։ Նույն ինչի այդ սրբության մասով, հա, ասեցի, երբ որ դու սկսում ես ասել, չգիտեմ, հայրենիքը սուրբ է, շատ աննյութական է, էլի չես կարող կպնել։ Բայց երբ որ ասում ես հայրենիքը այս ծառն է, հայրենիքը այս սարն է, հայրենիքը այս քաղաքն է, ինքը տեսնում է դա շատ ավելի լավ ու խնամքը կոնկրետ սարի, քարի, քաղաքի նկատմամբ ավելի մեծ է լինում։ Այսինքն ինքը տեսնում է, որ դա ինքը դրա մասնիկն է, ինքը հենց այդ միջավայրում է ապրում ու հետեւաբար իր գործողությունները կազմում է այնպես, որ ինքը չվնասի։ Չվնասի առաջնային, բայց ավելացնի նաև ոչ պակաս կարևոր է։
Մի շատ կարևոր հարցի չանդրադարձանք մենք դաստիարակության ընթացքում խոսելիս, պատժելուն։ Ինչպես եք դա անում։ Երեք շատ sense պատին դեմ տվող կա չէ, այսպես Instagram-ում trend-ները, որ ասում է նորմալ է թե նորմալ չի, այդ trend-ն է, ու տենց նկարում ենք իր հետ նա հարցերը տալու, ասում է, իսկ նորմալ է, որ հայրիկները կամ մայրիկները խաղալիքը գցում են աղբամանը։ Երեխան է հարցնում։ Երեխան է ինձ հարցնում։ Ահա։ Ու այն որ նենց թափացրեց, դա որտեվ երբեմն երբ որ ինքը խաղալիքի հետ վարվում է ոչ այդքան խնամքով կամ չգիտեմ, այսպես ջղայնության պահերին փորձում է շպրտել այս ու այն կողմ, մենք տենց ոչ պայմանավորված, բայց այսպես էլի մարդկային կերպով ասում ենք, «Всё, մենք դա վերցնելու ենք ու գցենք աղբամանը»։ Ու երեկվա այդ խոսակցությունից հետո ես նենց ազդվեցի, այսինքն մեր համար այդ սովորական մի հատ պատիժ էր իրան կարգի հրավիրելու փորձ, բայց ու որը եղել է շատ վաղուց ընդ որում, բայց ինքը այդ մտապահել է ու եթե մեր համար այդ տենց ընթացիկ մի բաներ ասեցինք անցանք, փաստորեն իր մոտ այդ նստվածք է տվել։ Այսինքն այդ ամենապարզ օրինակն ու ամենաթարմ օրինակն է իմ համար, որ տենց մի քիչ ավելի ոնց ասեմ, ավելի բան մոտենանք էլ այդ պատժի մեխանիզմներին, որտեվ կարող է մեզ թվա շատ անվնաս է ու լավ բան ենք փորձում անել, բայց այդ երեխան մի քիչ ուրիշ կերպ մեկնաբանի։ Նույնիսկ եթե պատժել իմ կարծիքով պետքա իր համար, իր հասկանալուն մաքսիմում բառապաշարով ներկայացնել, թե ինչի համար է այդ պատիժը։ Այսինքն, եթե դու որոշում ես, որ իր X գործողությունից հետո ինքը պիտի որոշ ժամանակով զրկվի հեռախոսից, մնա սենյակում, չգնա այսինչ տեղը, ապա մաքսիմում պետք է փորձենք, ես էլ մնացածի հետ փորձենք բացատրել, թե այդ ինչի համար է։ Պատժելուն այդ իմաստով, որ ասում եմ կողմնակից եմ, այո, կարելի է նաև պատիժներ անել, որովհետև անհնար է, էլի։ Առանց պատժելու իսկապես հնարավոր չէ։ Բայց մաքսիմում փորձելով բացատրել։ Այսինքն հնարավորինս զգուշորեն եւ առանց վնասելու։ Այս վնասելու բանն էլ է ասենց մի քիչ։ Մեզ ինձ երբեմն թվում մեկ-մեկ ինձ բռնացնում եմ այն մտքի վրա, որ ես սենց ինչ որ բան եմ անում։ Դա իրան վնասում է թե օգուտ է տալիս։ Նույնիսկ եթե ես հիմա մտածում եմ, որ ինքը տենց օգուտ է։ Բայց մեկը այն որ ասում է 100%-ով վստահ լինել այդ գործողությունների արդյունքի վրա նույնիսկ այս բարակայում չի կարելի լինի։ Այս հարցը հատուկ հնչեցրի, որովհետև մի քանի օր առաջ մի հոգեբանի էի լսում, իդեպ հենց հայ հոգեբան է ինքը ու շատ կարգին դեմք է, չասեմ ում մասին է խոսքը, ինչու չեմ ուզում ասել ով է, որովհետև այսպեսի մի բան ասաց, որ նույնիսկ ավելի լավ է երեխային հարվածելով պատժել, բայց խոսքով չվիրավորել։ Դու համաձայն ես սրա հետ։ Երբեք չեմ հարվածել իմ տղային։ Չէ, անկեղծ ասեմ, չէ։ Ինձ թվում է խոսքով վիրավորել։ Այո, որովհետև բացատրում էր, որ երբ մենք հարվածում ենք մեր ձագուկի օրինակ հետույքին, դա շուտ անցնում է եւ ինքը հետո այլևս չի հիշում, դա հետք չի թողնում։ Բառերը իսկապես մեծ ուժ ունեն, ես չգիտեմ դա հոգեբանորեն ինչպես կարելի է մեկնաբանել։ Ես փորձում եմ ոչ մեկն անել, ոչ մյուսը, ոչ միշտ է ստացվում, բայց փորձում եմ։ Շատ լավ, ամեն դեպքում սա, այսինքն քո նշած տարբերակը կարծում եմ լավ օրինակ է յուրաքանչյուր հայրիկի համար, այնպես որ Գրիգորին ավելի խորությամբ լսեք եւ նաեւ հետևեք իրեն Instagram-ում, որովհետեւ իսկապես հրաշալի էջ ունի։ Գրիգ, շատ հաճելի է քեզ լսելը, բայց քանի որ մեր ժամանակը սուղ է, ես փորձեմ արդեն արագացնել տեմպը։ Ինչ ավանդույթներ կան ձեր ընտանիքում, որ պարտադիր փոխանցում եք կամ պիտի փոխանցեք, արդեն այսպես ինքներդ ձեզ հետ պայմանավորված, որ պիտի փոխանցեք իրեն։ Սովորություններ։ Ինձ թվում է ամենակարևորը սովորություններն է իրար հետ խոսելու մշակույթը։ Իրար հետ կոմունիկացվելու, որտեվ շատ հաճախ մենք սենց ապրում ենք այս կյանքը ու ինքնահոսի չենք էլ նկատում ոնց ենք փոխվում մենք այդ կյանքի մեջ։ Ու երբ որ դիմացինի համար այդ ամեն ինչը ինչ որ մի շրջան նորմալ էր ու հիմա դրա բացակայությունը կա, այդ կարա ինչ որ լավ չլինի արդյունքում։ Ինձ թվում է ամենակարևոր մշակույթը իրար հետ
նորմալ կոմունիկացվելն է, զրուցելն է։ Այն շատ հավես մի հատ բան ունենք, ավանդույթ ունենք հիմա մեր տանը, տենց ամեն երեկո ճաշի ընթացքում Արեգը դրան անվանում է զրուցել։ Շատ այսինքն ընթրիքը, հա։ Այո, ընթրիքը մենք նստում ենք ոչ թե ուտելու, այլ իրար հետ զրուցելու։ Երբ որ այդ օրվա ընթացքում իրար հետ քննարկում ենք, թե ով գործի տեղը ինչ արել, մամա դու գործի տեղը ինչ ես արել, պապա դու գործի տեղը ինչ ես արել, միշտ վերջինն է ինքը մնում։ Վերջում ամփոփում է ինքը, թե ինքը ինչ է արել։ Ինձ թվում է այս շատ կարևոր է բոլոր ընտանիքներում, որ այսինքն երբ որ ես նույնիսկ իրեն հասանելի ձևով ներկայացնում եմ, թե իմ օրվա ընթացքում ինչ հաջողություններ ու ամենակարևորը անհաջողություններ եմ ունեցել, դրանով քո ասած օրինակն եմ ծառայում, որ ինքն էլ կարող է իր անհաջողությունների ու խնդիրների մասին ընթրիքի ժամին, զրույցի ժամին նաև խոսալ մեր հետ։ Ես մի հարց էի մտմտում դեռ երեկվանից, բայց որոշեցի վերջով որ չպիտի հնչեցնեմ։ Այնուամենայնիվ գայթակղությանը չեմ դիմանա եւ պիտի հարց տամ։ Մուլտֆիլմերի մասին է խոսքը։ Ինչ մուլտֆիլմեր եք դիտում։ Առհասարակ դիտում եք թե ոչ, եւ եթե դիտում եք, ապա ինչ մուլտֆիլմեր։ Դիտում ենք ու ինձ թվում է նաև այդ մուլտերի պատճառով էր, որ Արեգի մոտ խոսքի զարգացումը բավական ուշ սկսեց։ Այո, դա 3-3.5-ում նոր սկսեց նորմալ հոդաբաշխ նախադասություններ ասել։ Ես դեմ չեմ մուլտերին, որտեղ մուլտերը ռեալ շատ լավ հնարավորություն է նաև երեխային սովորեցնելու։ Այլ հարցը թե ոնց ենք մենք վերահսկում այդ դիտելու process-ը, ժամանակը, մեր համար ընտրել ենք այս տարբերակը, ես ու կինս պարտադիր, երբ որ ինքը ինչ որ գadget-ով ինչ որ բան է նայում, պարտադիր մենք ենք իր այդ նայում։ Ու երբ որ այդ որտեղ այնքան անվերահսկելի է նույն այդ համացանցային տիրույթը չես կարող պատկերացնել թե գեղեցիկ գունավոր մազերով ինչ որ միաեղջյուր հանկարծ ինչ կարա ասի այդ պահին ու այդ երեխեն ոնց կվերլուծի այդ ամենը շատ սարսափելի բաներ կան այդ մուլտերի մեջ երբեմն նենց չի որ մենք ասում ենք վсё այլ չպիտի նայես էլի նույն խոսակցությունը ու զրույցը գնում է նաև կոնկրետ այդ թեմայի մասով, կոնկրետ այդ տեսածի մասով ու կարծում եմ այս մեթոդը օգնում է մեզ ինչ որ կերպ վերահսկել։ Իսկ հեքիաթներ կարդում եք։ Միշտ, տանջում ամեն գիշեր միջով քնում։ Ինչ հաճելի է բայց։ Շատ տարբեր հեքիաթներ է սիրում, պարզ է այս տարիքում ավելի շատ պատկերազարդ գրքերով հեքիաթներ, որտեղ ինքը ոչ միայն մտքում կպատկերացնի կոնկրետ կերպարներին, այլ նաև կտեսնի ու լինում է մի հեքիաթը մի միլիոն անգամ կարդում ենք, որտեղ ինքը ինչ որ մի հերոսի շատ հավանում է կամ չէ։ Երբ որ ավելի փոքր էր, դեմ էր գրքերով կարդալուն անկեղծ ասած, ինքը շատ սիրում էր այդ գրքերը վերցնում էր, շոշափում էր, թերթում էր նայում էր, բայց երբ որ պիտի գնար քնելու, իրան պիտի այսպես գրքի հեքիաթը չասեին, պիտի հորինեին ու ես սպառվել էի այլևս ինչ որ նոր հեքիաթ հորինելու, նոր կերպար անելու ու արդեն տենց իմ առօրյա միջավայրում ինչ որ մի պատմություն էի հիշում, անունները մի քիչ փոխում, չգիտեմ, տալիս կենթանու կերպարանք ու դա դառնում էր հեքիաթ։ Հիմա լավ է ինքը գրքերով հեքիաթներ կարդալուն կողմ է ու բավական շատ են կարդում, շատ տարբեր լավ է մեր հրատարակչությունները, բավական լավ գործ անում են, հատկապես նաև հայ մանկագիրների այսպես գործերը շատ կան հիմա, հետաքրքիր նաև հրատարակությամբ նկարների իմաստով, դրանք շատ օգնում են, բայց նաև արտասահմանյան այսպես հիմա շատ հեշտ է չէ պատվիրելը դրսից ու նաև որոշ իմաստով մատչելի գրպանի համար հարմար դրսից էլ ենք շատ պատվիրում գրքեր ու չգիտեմ շատ ոգևորում է ինձ այդ փաստը որ ինձ սիրում եմ գրքեր ընդհանրապես Իր ամենասիրելի հեքիաթը ո՞րն է կամ հերոսը այսպես ասել որտեղ անկախատեսելի ճաշակ ունի այդ տղան երբեք չես կարող հասկանաս իրան հենց այդ պահին ինչ պետք կլինի սիրումա ցանկացած բան համենայն դեպս այսքան ժամանակ չի եղել մի հեքիաթ, մի գիրք, որը մենք կարդանք ու հաջորդ օր ասի, այդ չեմ հավանում։ Իր համար բոլորը այսպես կախված պահից շատ ընդունելի են։ Այնպես որ տենց հատուկ ինչ որ մի հատ առանձնացնել չի ստացվի։ Մենք մի քիչ իմ տղային գովամ։ Մենք վերջերս արյուծիկին, հա, տենց բավական հիմա դարել է արյուծ, չէ՞։ Արդեն ինքն է ասում, հանկարծ որ որևէ մեկն իրեն ասի արյուծիկ, ես արդեն մեծ եմ, արյուծ եմ արդեն։
Վերջերս Սասունցի Դավթի մանկական այդպես մեկնաբանությունն ենք կարդում, փոքրիկ հատվածներով կարդալով առաջ ենք գնում։ Ինքը շատ սիրում է այդ կերպարը, հետաքրքիր է, բայց ժամանակ առ ժամանակ ես զգում եմ, որ նյարդայնանում է նաև, ինչու, որովհետև ըստ իս ինքն իր մեջ էլ է տեսնում այդ կերպարը, հա, հետո իր պապայի անունն էլ է Դավիթ, եւ ինքը կարծում եմ նաև ասոցացնում է իր հայրիկի հետ այդ կերպարը եւ ես երբ սկսում եմ կարդալ որ հերոսական տեսարաններ բան ինքնից դադարեցնում մամա սպասիր ես կպատմեմ ու սկսում է հորինել Աստվածին մի խայտարակ վիճակ երբեք չի թողնում մինչև վերջ կարդալ տվյալ հատվածը բայց բավականին լավ ազդեցություն է ունենում, որովհետև ես դրսում արդեն սկսել եմ զգալ, որ ինքը իրեն այդպես այդ Սասունցի Դավթին բնորոշ այդ ինչ որ բաներ է։ Այդպես որ նայում ենք նույն փողոցներում այսօր կարող ես տեսնել, չգիտեմ, մի քիչ իմ համար շատ անընդունելի վարքագիծ է, երբ որ այտենց այնպիսի մուլտերից կրկնօրինակումներ են անում եւ խոսքային եւ ժեստային գործողություններով նույնիսկ արդեն պարտադրում ծնողներին հրեշային բաներ այդ մի քիչ չեմ հասկանում բայց միևնույն ժամանակ հասկանում որ երեխեք են իսկ երեխեքին պետք է տա լավ հերոսներ որոնց սով կողքեվորվեն կուրախանան փորձեն նմանվել դրան բայց շատ կարեւոր է համել այտենց մի քիչ բացատրել որտեղ գիրք է որովհետեւ երբեմն չգիտեմ նույն Դավթի ուժային բաների մասին երբ որ խոսում ենք Արեգի սիրելի կերպարներից էլ դա Սասունցի Դավիթը, տենց ասում է, բա ես ինչի չեմ կարող։ Դե արի ու բացատրի այս տղա ջան, թե դու ինչի չես կարող այդ ինչ բան անել, չգիտեմ, թուրքն չպրտել, որ մի խոսքով։ Մի խոսքով ձեր ցակուկներին սովորեցրեք Սասունցի Դավթի մասին բոլոր պատմությունները, դրանք միմիայն դրական ազդեցություն են ունենալու։ Գրիգ ջան, շնորհակալ եմ հարցազրույցի համար, բայց մենք դեռ չենք ավարտել, մենք ունենք արագ հարցեր, դա այն նույն բլից հարցերն են։ Հա։ Մենք ասում ենք արագ հարցեր, քանի որ հայերեն բառեր ենք փորձում գործածել։ Այո։ Եվ այսպես, քանի որ հաղորդումը կոչվում է հայը եւ մեր զրույցի ընթացքում էլ մենք տարբեր տեսանկյուններից դիտարկեցինք Բալիկին իբրև հայ, նաեւ ձեր հարաբերությունները, հա, հայկական ընտանիքում դու հայ հայրիկ ես, հետեւաբար մեր հարցերն էլ պետք է լինեն հային միտված, հային ուղղված։ Ով է հայն իր էությամբ։ Այդքան արագ հարցեր, բայց նենց խորը պատասխան ակնկալող ես արդեն խառնվեցի իրար հետ իմաստով։ Պայքարող Ընտիր։ Հայի իրական ուժի գաղտնիքը որն է։ Երևի պատմությունը։ Պատմություն ուժ է տալիս մեզ, բայց։ Եթե գտնում ես այն պատմությունը, որը որ պետք է ուժ տվող է, հաստատ։ Հա, համաձայն եմ։ Որն է ազգային մտածողության առանձնահատկությունը։ Հիմա որ ասում ես ազգային մտածողություն, շատ sense արագի մեջ գնում եմ կարծրատիպեր ու չեմ ուզում որ հենց այդպես լինի։ Չգիտեմ, բաց լինել, ասենք մեր պատմիչները բոլորը գնացել են տարբեր տեղեր սովորել են, ինչ-որ լավ բաներ բերել են, իսկ հիմա մի հատ sense տենդենս է սկսել, որ շատ sense ուզում են ներփակվեն, հասկանում են, որ հիմա էլի տենց վտանգներից ելնելով է, երբ որ ինչ-որ շատ լուրջ սպառնալիքները բնական ռեֆլեքս է տենց պարփակվելու, բայց կարծում եմ, որ պետք է տենց մաքսիմում բաց լինել։ Բաց լինել աշխարհի հանդեպ, թե նորի հանդեպ։ Բաց լինել փոփոխությունների, որոնք կտանեն ավելի լավ տեղ, եթե տանում են, եթե չէ ուրեմն շարունակենք մնալ այդ փակված վիճակով։ Բայց դա ավելի վատ ազդեցություն չի ունենա կոնկրետ Հայաստանի վրա։ Կախված է թե դու ուր ես գնում, այսինքն չգիտեմ, ու ինչն է քո նպատակը։ Եթե իմ նպատակն է ճամփորդել, տեսնել հրաշալի շինություններ, ճարտարապետություն ու փորձել տեղայնացնել Հայաստանի համար, ապա չէ։ Որովհետև հիմա այսօր ինչ ենք տեսնում շատ հաճախ, ասես քառակուսի ու ապակեպած շենքեր ամբողջ Հայաստանում ասում ես լավ, միթե ավելի հետաքրքիր ու յուրօրինակ բան չկա, որը կարող եք անել։ Եթե ներփակվել, ապա տենց ներփակվել, ես կարծում եմ չէ։ Օրեր առաջ Գյումրիում էի եւ այդ քո նշած ապակեպատ շենքերից մեկը հենց հրապարակում կա Գյումրին, որտեղ հրաշալի ճարտարապետություն։ Հա, ճարտարապետություն, եկեղեցիները, բան, մեկ էլ այդ արանքում այդ մի հատ ինչ որ անհասկանալի կիսաթեք ապակեպատ շենք է, որ նայում ես ընդհանրապես այդտեղ տեղ չուներ, դա չգիտեմ ով է թույլ տվել, ինչու են դա այդտեղ կառուցել, ու ամբողջությամբ աղավաղում է ընդհանուր պատկերը, այնպես որ լրիվ համաձայն եմ եւ կիսում եմ քեզ։ Դա իմաստով, այսինքն իմանաս էլի այդ բացությունը քեզ ինչ պետքա տա։ Որտեվ եթե տենց մնաս այդ ապակիների արանքում, եսի։ Հայկականությունը շարունակական պահելու գաղտնիքը ո՞րն է։ Առաջինը լեզուն։ Կարծում եմ, որտեվ եթե խոսում ես
հայերեն, այսինքն այն խոսակցությունը չի, որը գուցե այս հաղորդման ընթացքում ես ինձ թույլ տվեցի շատ հաճախ այերով առօրյա խոսակցական ինչ-որ բառապաշարով զրուցելը։ Բայց դու շատ օրգանական ես ներկայացնում։ Դե որովհետև այդպես էլ խոսում եմ իրականում։ Իմ համար ամենակարևորը լեզուն է, որովհետև այսօր հատկապես երիտասարդները ասենց նենց բառապաշար են սկսում օգտագործել, որ ասենց կողքից լսում ես, առանց այդ էլ մեր լեզուն երբեմն կարող է ասենց կապված մեր խառնվածքից եւ ներով մի քիչ կողքից ագրեսիվ թվալ։ Մի հատ էլ դրան գումարում են, չգիտեմ, ինչ որ այլազգի ասենց տարբեր բաներով, բառերով, որ ասենց ասում ես չէ, եկեք հայերեն խոսենք, փորձենք հայերեն բաներ խոսալ։ Ես ուզում եմ քեզ նվիրել, քանի որ արդեն թեման բացեցիր, ուզում եմ քեզ նվիրել մեր հայի բառարանը։ Վստահ եմ բազմիցս տեսել ես համացանցում, ես քեզ հրավիրել էի շնորհանդեսին, դու չեկար։ Չստացվեց, ալի։ Հատուկ շեշտեմ։ Չստացվեց, հուսամ առաջիկայում հնարավորություններ կունենաս նոր հրատարակությունների ու մենք էլ անպայման կլինենք, շնորհակալ եմ շատ։ Ես էլ քեզ եմ շնորհակալ։ Որն է հայի առաքելությունը, այս հարցին էլ պատասխանենք։ Զարգացնել ու հզորացնել այս մեր Հայաստանի Հանրապետությունը։ Ընտիր, շատ շնորհակալ եմ։ Ես հիմա պիտի քեզ ասեի որևէ հորդոր կամ կոչ կամ մաղթանք ուղղես հային, բայց հա, արդեն ամեն ինչ ասացիր, այնպես որ շնորհակալ եմ, իսկապես անսահման հաճելի զրույց էր, շատ գեղեցիկ, շատ խորը շերտեր բացեցիր դու յուրաքանչյուրի համար եւ ծնողների եւ հայրիկի համար մասնավորապես։ Շնորհակալ եմ։ Իսկապես ես շատ կուզեմ, էլի որ մենք յուրաքանչյուրս մեր կարեցածը ներդնենք այս պետության զարգացման համար, որտեղ ցանկացած մարդ հարավերի դիմակայել ու դիմադրել հնարավոր է միայն տենց ավելի ուժեղ լինելով։ Ընտիր, շնորհակալ եմ Գրիգ ջան։ Դուք դիտում եք Հայի հաղորդումը, ես Անին եմ Զաքարյան, իսկ մեր հյուրը առաջին Պապա բլոգի հեղինակ Գրիգորն էր։ Գրիգոր ազգանունը ամեն անգամ ուզում եմ ասել Հարությունյան, Գրիգոր Հարությունյանն էր, շնորհակալ եմ կրկին ու կրկին։ Ձեզ պիտի հիշեցնեմ, որ պիտի բաժանորդագրվեք կամ ըստ ձեր ցանկության, բայց անպայման բաժանորդագրվեք YouTube-յան մեր ալիքին, սեղմեք զանգի կոճակը, մեկնաբանություններ թողեք, ջերմ մեկնաբանություններ եւ կիսվեք ու տարածեք մեր հարցազրույցներն ու հոլովակները։ Կանխավ շնորհակալ ենք։ Կհանդիպենք։